Ղազենյան, այս անգամ չեմ ասի, որ իրենք մի բան անում են, գալիս է քարտոշոր ասուլիս եք տալիս հերքում եք, այսինքն հիմնավորված ենք եկել այս անգամ։ Որովհետև այն ինչ որ պետք է հերքեք, երեք ՀԾԿ նախագահը իր շուրթերով հաստատեց, որ այսինքն իր հեծի վերցած վարկերը, մնացած ծախսերը չեն մտնում սակագնի մեջ։ Հիմա դուք նաև այսպիսի հենց հայտարարությունների համար եք դիմել դատարան, նախկին որպես հետ կառավարիչներ, խնդրելով դատարանի պարտավորեցնել, որպեսզի նույն Գևորգ Բաբայանը, կարծեմ Վահագն Ալեքսանյանը, մյուսները իրենք այսինքն ներողություն խնդրեն զրպարտելու համար։ Հիմա եթե հեծի ներկայիս կառավարիչները ժամանակավոր իրենք հետ են վերցել այդ հայցերը, ինչ է լինելու դրանց ճակատագիրը։ Այսինքն մեզ միամիտի տեղ չդնենք, էլի, դուք էլ ասացիք, որ երկրի իշխանությունը ձևավորված է ցում, հետեւաբար իրենք ոչ թե կարելի ասել հեծի անունից հայցն են հետ վերցել, այլ հեծի նախկին կառավարիչների անունից հայցն են հետ վերցել, որտեղ դուք դրանով ապշեք փորձել եք պաշտպանել ձեր բարի համբավն ու այսինքն արժանապատվությունը, հեղինակությունը։ Հիմա հնարավոր է սա այլ տեսքով հայց ներկայացվի ու նաև հենց վերջին ՀԾԿ նախագահի հայտարարությունը, որ հաստատեց, որ սխալ էր Պապոյանը, սխալ էր դուք ճիշտ, դա շարունակություն է։ Ճիշտ ասած, Ալեքսանյանի ձեր կողմից նշված անձանց դեմ հայցը տեղյակ չեմ հետը վերցրել թե չէ, ենթադրում եմ, որ կվերցնի, որովհետև նույն այդ թեմայի մեջ է, այսպես ասած, ես ասացի ՏԿ-ի դեմ եւ հանձնաժողովի դեմ հայցերի մասին, խոսքը ձեր ասացի վերաբերյալ ինֆորմացիա չունեմ, միանշանակ ճիշտ եք, որովհետև գիտեք, ընկերությունը ընդհանրապես բարի համբավը ընկերություն չի նշանակում նախկին ներկա, այստեղ էլ է նախկին ներկա ուզում անեն։ Վերջին հաշվով դու կառավարիչ ես այն ընկերությունում, որի բարի համբավի խնդիրը կա։ Հիմա եթե այդ բարի համբավը քո ղեկավարած ընկերության քո համար միևնույն է, նշանակում է եւս մեկ անգամ հաստատում, որ այդտեղ կա քաղաքական նպատակ, այլ պարագայում այդպիսի բան չէր արվի։ Դե իրենք ասում են նախկինում ձեր օրոք իրենց խոսքերով լավը չէր այդ համբավը, հիմա եկել են վերականգնել։ Միջոց տենց հայտարարություն էլ եղավ երեք, որ գնահատում եմ շատ լավ եւ այլ, փաստորեն 40% վթարներ աճած կառավարումը ավելի լավ է, քան 40% պակաս վթարներով նոր գիտություն է ստեղծվում, ինչ-որ նոր անտրամաբանական չեմ կարող դրան ասել, բայց իրենց բոլոր քայլերը բերում են նրան, որ միանշանակ քաղաքական է։ Ես անկեղծ ասած, այստեղ գալուց առաջ մտածում էի, ինչ տոկոս ունենք այսպես ժողովրդի մաս, ինչ տոկոսն է, որ դեռևս չի պատկերացրել, բայց ամեն դեպքում իմ պարտն եմ համարում ամեն անգամ դա ասել։ Բավականին մեծ թվով մարդիկ, այդ թվում նաև մեր աշխատակիցները, ինչ եմ ասում, որովհետև մենք համարում ենք մեր աշխատակիցները, մեր գոլեգաները, մեր գործընկերները բոլորը հասկանում են ինչ է կատարվում։ Հիմա եթե իրենք որոշել են այսպես մենք տանք իրանք հետ վերցնեն, դրանով էլ է պարզ դառնում ամեն ինչ։ Յուրաքանչյուր իրենց քայլ հեծի հետ կապված հիմնավորում է այն փաստը, որ իրենք բազմաթիվ անգամ ասել եմ, չեմ զլանում եւս մեկ անգամ ասել։ Դիմացի բառը չասեմ, բայց վախում եմ Սամվել Կարապետյանից։ Այսինքն եւ հասարակության շրջանում եւ ընդհանրապես տարբեր մանիպուլյացիաների միջոցով սա կարող է, սա չի կարող, չի աշխատում, որից իրենք շատ նյարդայնանում են եւ լուրջ սխալներ են թույլ տալիս։